Սկսում ենք հերմից զրույցների շարքը, ահավոր շատացել են տարոլոգները։ Տարո քարտերը ունեն շատ ավելի խորը պատմություն եւ շատ ավելի մեծ նշանակություն առհասարակ էզոտերիկայի մեջ, քան պարզապես գուշակությունները։ Գուշակությունները միշտ էլ եղել են պահանջված մարդկանց կողմից, ինչպես նաեւ շատերի համար դարձել են արագ փող աշխատելու միջոց։ Բայց դե գուշակությունները իհարկե չեն կարող լինել անվտանգ եւ վնասում են առաջին հերթին այցելուին։ Ողջույն իմ սիրելի YouTube-յան դիտորդներ։ Սկսում ենք հերմից զրույցների շարքը, որի շրջանակներում ամեն հաղորդման ընթացքում կխոսենք էզոտերիկայի կամ տարոյի վերաբերյալ որևիցե թեմայից։ Ուստի եղեք ազատ մեկնաբանություններում գրելու ոչ միայն ձեր կարծիքը եւ հորոսկոպի նշանները, այլև ուղղելու այն հարցերը, որոնք հետաքրքրում են ձեզ տարո քարտերի եւ առհասարակ էզոտերիկայի վերաբերյալ, որպեսզի հենց այդ հարցերին անդրադառնանք հաղորդման շրջանակներում։ Վերջին 2-3 տարվա ընթացքում սոցհարթակներում, հատկապես TikTok-ում ու Instagram-ում ահավոր շատացել են տարոլոգները։ Ինչքան գուշակ մանուշակ կա, բոլորը ռեբրենդավորվել են եւ ներկայանում են որպես տարո մասնագետներ, սակայն քչերն են, որ իրական պատկերացում ունեն տարո քարտերի մասին եւ գիտեն, թե ինչ են տարո քարտերը, ինչպես են ստեղծվել եւ ինչի համար է պետք օգտագործել առհասարակ։ Այս հաղորդումը հենց նվիրված է լինելու տարո քարտերի ստեղծման պատմությանը, որտեղից են գալիս, որտեղ է տարո քարտերի ակունքները եւ ինչպես է պետք օգտագործել տարո քարտերը։ Իսկ եթե հետաքրքրված եք առհասարակ էզոտերիկայով, ապա հետևեք ինձ նաեւ Instagram-ում, որովհետեւ ես այնտեղ ավելի անմիջական կապի մեջ եմ իմ հետևորդների հետ, ինչպես նաեւ անում եմ գրառումներ էզոտերիկայի, նումերոլոգիայի, աստրոլոգիայի եւ տարոյի հետ կապված, որոնք չեք տեսնի YouTube-յան հարթակներում։ Առաջին հայացքից տարո քարտերը պարզապես գուշակության գործիք է, որը օգտագործում են գուշակները տալով իրենց հուզող հարցը եւ հանելով քարտ ու մեկնաբանելով այն։ Սակայն իրական էզոտերիկները գիտեն, որ տարո քարտերը ունեն շատ ավելի խորը պատմություն եւ շատ ավելի մեծ նշանակություն առհասարակ էզոտերիկայի մեջ, քան պարզապես գուշակություններ անելը, որովհետեւ գուշակությունները քարտերի օգտագործման ամենաառաջնային ու պրիմիտիվ տարբերակն է։ Քարտերի վրա մենք տեսնում ենք տարբեր պատկերներ, սիմվոլներ, կերպարներ, կյանքի թե կենցաղային եւ թե հոգեվոր տարբեր իրավիճակներ, սակայն պետք է հասկանալ, որ այդ պատկերները պարզապես չեն եւ տարոյում ցանկացած սիմվոլ, ցանկացած գույն ու ցանկացած պատկեր ունի իր նշանակությունն ու մեկնաբանությունը։ Տարո քարտերը ակտիվորեն օգտագործվում են գուշակության պրակտիկաներում, որովհետեւ գուշակությունները միշտ էլ եղել են պահանջված մարդկանց կողմից, ինչպես նաեւ շատերի համար դարձել են արագ փող աշխատելու միջոց։ Բայց դե գուշակությունները իհարկե չեն կարող լինել անվտանգ եւ վնասում են առաջին հերթին այցելուին, հետո այդ գուշակությունները անող մասնագետին, բայց այս հաղորդումը նվիրված է տարոյի պատմական կողմին, ուստի եթե ցանկանում եք իմանալ, թե որտեղից են տարո քարտերը ստանում ինֆորմացիան, արդյոք տարո քարտերը կապ ունեն սևմոգության, ցածր աստրալի աշխարհների հետ, մեկնաբանություններում գրեք, որպեսզի հաջորդ հաղորդումը նվիրված լինի հենց դրան։ Իրականում տարո քարտերի ծագման հետ կապված կան մի շարք տեսություններ, անգամ իրարամերժ կարծիքներ, բայց փաստացի պատմությունը ասում է, որ տարո քարտերը առաջին անգամ հայտնվել են Եվրոպայում։ Նախքան Եվրոպային հասնելը, քարտերի մասին հիշատակումներ արվում են նաև ասիական մշակույթի երկրներում, որտեղ քարտերի գաղափարը առհասարակ օգտագործվում էր հենց խաղաքարտեր խաղալու, ինչպես նաև տարբեր գրություններ փոխանցելու համար։ Շատ մասնագետներ պնդում են, որ քարտերը, հատկապես տարոյի քարտերը, առաջին անգամ ստեղծվել են Հին Եգիպտոսում, կապ ունեն տոտի ուսմունքների հետ եւ Եվրոպային հասել պարզապես գնչուների եւ արաբների կողմից, սակայն այս փաստը դեռևս պատմականորեն հաստատված փաստ չէ, այլ պարզապես տեսություն է։ Ավելի իրատեսական տեսություն է այն, որ տարո քարտերի նախատիպ են հանդիսանում իսլամական մշակույթում տարածված մամլուքական քարտերը։ Մամլուքական քարտերը իրենց կառուցվածքով շատ քիչ են տարբերվում սովորական խաղաքարտերից, եթե խաղաքարտերում մենք ունենք 4 դաս, օրինակ աղյուսները, սրտերը, ագրավները կամ խաչերը, մամլուքական քարտերում դասերը կրկին 4 էին, բայց կրում էին փայտեր, գավաթներ, դրամներ եւ թրեր անվանումները։ Հենց այս դասերն էլ առկա են տարոյի կրտսեր արկաններում։
Բացի այդ, դասային եւ թվային քարտերից, ինչպիսիք են օրինակ 1 թուրը կամ 5 գավաթը, այս քարտերում առկա են նաեւ պալատական կերպարներ, ինչպիսիք են թագավորները եւ թագուհիները, եւ այդ պալատական կերպարներին նույնպես հանդիպում ենք տարո քարտերում։ Ընդունված է անվանել, որ այս մամլուքական քարտերը հայտնվել են Եվրոպայում այնտեղ գաղթած արաբների շնորհիվ եւ առաջին տարոյի նախատիպ ունեցող քարտերը հայտնվել են Իսպանիայում եւ Իտալիայում 1300-ից 1400-ական թվականներին։ Այդ ժամանակ չկար զարգացած տպագրություն, ուստի տարո քարտերը եւ նրանց պատկերները նկարվում էին ձեռքով եւ նման քարտեր կարող էին իրենց թույլ տալ բացառապես ազնվական ընտանիքները, ովքեր հենց այդ քարտերի միջոցով էլ ավելի շատ ցուցադրում էին իրենց հարստությունը, իրենց ազնվականությունը, որովհետեւ դա թանկ հաճույք էր եւ միայն իրոք հարուստ մարդիկ կարող էին թույլ տալ ունենալ տարո քարտեր իրենց տանը։ Ժամանակի ընթացքում քարտերին ավելացվեցին նաև 22 ավագ քարտերը, որոնք խաղերում ունեին գերակադիրք եւ համարվում էին խաղաթղթի կոզիրները։ Իհարկե հենց միանգամից 22 քարտերը չեն ավելացվել, դրանք ավելացվել են ժամանակի ընթացքում խառը հերթականությամբ, բայց դրանց ընդհանուր թիվը վերջում եղել է 22-ը, իսկ հետագայում դրանք տարոյում զբաղեցրել են 22 ավագ արկանները։ Ավագ արկանները իրենցից ներկայացնում են ավելի գլոբալ արքետիպներ, որոնք կան մարգության մեջ, ինչպես օրինակ կայսրեր արկանը, որը ներկայացնում է հոր արքետիպը, կայսրուհու արկանը, որը ներկայացնում է մոր արքետիպը, ինչպիսիք են նաև Իերոֆանտը, որը ներկայացնում է քահանայի արքետիպը եւ այլն։ Այսպիսով պատմության առաջին ամբողջական տարոտրցակը համարվում է Վիսկոնտինի տարոտրցակը, որը ստեղծվել է 1440-ից 70-ական թվականների ընթացքում։ Այդ ժամանակաշրջանում պատկերազարդ տեսք ունեին միայն ավագ արկանները, իսկ կրտսեր արկաների վրա միայն նկարում էին հենց այդ դասի վերաբերող պատկերը իր անհրաժեշտ քանակությամբ, այսինքն 7 գավաթների վրա պարզապես նկարվում էր 7 հատ գավաթ եւ վերջ։ Հենց այս շրջանում էլ առաջացան տարբեր տարոյի դպրոցները, որովհետև յուրաքանչյուր ընտանիք իր անհատական պատվերներ, անոն քարտեր ձեռք բերելիս իրեն համապատասխան դիզայնով, ոճով, ինչպես նաև նախշերով եւ համապարփակ տարոյի տրցակը, որը դարձավ հիմք մեր ներկայիս տարո քարտերի համար, ստեղծվեց 1600-ական թվականների ընթացքում Ֆրանսիայի Մարսել քաղաքում եւ հենց այդպես էլ կոչվում է Մարսելի տարո։ Հենց այս Մարսելի տարոն էլ հիմք դարձավ ներկայիս տարո քարտերի համար, որովհետև արդեն ուներ համապարփակ պատկեր, բաղկացած 22 ավագ արկաններից, պալատական կերպարներից եւ կրտսեր արկաններից։ Չնայած Մարսելի տարոյում կրտսեր արկանները կրկին պատկերազարդ չէին։ 18-ից 19-րդ դարերի ընթացքում Եվրոպայում մեծ տարածում գտան օկուլտիզմն ու միստիցիզմը եւ այդ ժամանակների հայտնի օկուլտիստ Մոգ Էլիֆաս Լևին Եբրայերենի 22 տառերը համապատասխանեցրեց տարոյի ավագ 22 արկաներին եւ այդպիսով տարոյին տվեց ավելի միստիկ գաղափարներ։ Հետագայում տարո քարտերը ավելի շատ մտան օկուլտիզմի մեջ, ստանալով իրենց համապատասխան նշանակությունները, մեկնաբանությունները։ Հետագայում տարո քարտերի ավագ արկանները կրկին նույնականացվեցին Կաբալայի կյանքի ծառի որոշ ուղիների հետ, ինչպես նաև քարտերին տրվեցին համապատասխան աստրոլոգիական նշանակություններ։ Այսպիսով տարո քարտերը Եվրոպայում սովորական խաղաքարտերից անցում կատարեցին դեպի օկուլտիզմի ոլորտ, որտեղ յուրաքանչյուր քարտին տվեց իր համապատասխան նշանակությունը, մեկնաբանությունը, յուրաքանչյուր քարտը ունեցավ իր գիտելիքը, այդպիսով վերածվելով հզոր էզոտերիկ հանրագիտարանի եւ կոնսպեկտի տարբեր ուսմունքների։ 19-ից 20-րդ դարերում Եվրոպայում նոր թափ ստացավ ոսկե արևածագի օկուլտիստական միությունը, որի անդամները ձեռնադրումը անցնելուց հետո պետք է ստեղծեին իրենց ուրույն տարո քարտերի համակարգը։ Այս շրջանում հենց տարո քարտերին արդեն տրվեցին բազմաթիվ օկուլտիկ, էզոտերիկ եւ փիլիսոփայական գաղափարներ եւ ուսմունքներ։ Ոսկե լուսաբացի միության անդամ էր նաեւ Արթուր Ուեյթը, ով 1909 թվականից սկսած նույն միության անդամ Պամելա Կոլման Սմիթի հետ աշխատեց սեփական տարոյի տրցակը ստեղծելու վրա։
Իմ ձեռքում դուք տեսնում եք հիմա Արթուր Ուեյթի եւ Պամելա Կոլման Սմիթի կողմից ստեղծված տարոյի տրցակը, որը առաջինն էր, որում կրտսեր արգաները նույնպես գունազարդ էին, այլ ոչ թե պարզապես համարակալված։ Այսպիսով նրանց ստեղծված տարոյի տրցակը առաջին հերթին աչքի էր ընկնում իր պատկերներով, հասկանալի սյուժեներով, որ յուրաքանչյուր մարդ, ով չէր տիրապետում տարոյին, զուտ նկարներին նայելով կարող էր տալ բազային նշանակություններ կամ որևիցե մեկնաբանություն տալ քարտերի հետ կապված, ինչն էլ օգնեց որ այս քարտերը շատ պոպուլյար դառնան եւ տարածվեն արդեն մարդկության մեջ։ Բայց ինչպես գիտենք, տարոն կարող է առաջին հայացքից ունենալ պարզ պատկերներ, այստեղ յուրաքանչյուր սիմվոլ, յուրաքանչյուր կերպար, յուրաքանչյուր գույն ունի իր հստակ մեկնաբանությունն ու նշանակությունը, ուստի տարոյին տիրապետել նշանակում է ունենալ նաեւ գոնե բազային գիտելիքներ այնպիսի ուսմունքների հետ կապված, ինչպիսիք են աստրոլոգիան, ալքիմիան, հերմետիկ ուսմունքները եւ էներգիաների հետ աշխատանքը։ Շատ արագ տարածում գտնելու եւ շատերի կողմից սիրվելու շնորհիվ տարոյի այս տրցակը ստացավ դասական տարո անվանումը եւ դարձավ հիմք շատ այլ տրցակների ստեղծման համար։ Այդ նույն միության անդամ էր նաև Ալիստեր Քրոլին, ով 1940-ական թվականներին ստեղծեց իր տարո տրցակը, որը կրում է Տոտի տարո անվանումը, սակայն Ալիստեր Քրոլիի տարո տրցակը ավելի բարդ է, ի տարբերություն Արթուր Ուեյթի, որովհետև այնտեղ շեշտը դրված է հենց սիմվոլների վրա եւ շատ են հենց սակրալ երկրաչափության հետ կապված հղումները, ալքիմիայի հետ կապված հղումները եւ մեկնաբանել Ալիստեր Քրոլիի քարտերը մի քանի անգամ ավելի բարդ են, քան Արթուր Ուեյթի քարտերը։ Այսպիսով Արթուր Ուեյթը եւ Ալիստեր Քրոլին դարձան առաջին օկուլտիստ մոգերը, ովքեր տվեցին տարոյի հստակ համակարգը, ստեղծեցին իրենց ուրույն տարո տրցակները, որոնք դարձան հիմք շատ այլ նոր ուղղությունների, նոր տարո տրցակների ստեղծմանը եւ դարձան դասական տարո ոլորտում, որովհետեւ մինչ օրս էլ այս երկու տրցակները ամենաշատ վաճառվող եւ ամենամեծ պահանջարկը ունեցողներն են տարո ու առհասարակ էզոտերիկայի աշխարհում։ Ինքս ամենից հաճախ աշխատում եմ հենց Արթուր Ուեյթի տրցակով, որովհետև այստեղ պատկերները շատ պարզ են, հասկանալի են եւ հենց այցելուներին նույնպես հաճելի է լինում, երբ որ նրանց հետ աշխատելիս ոչ միայն մեկնաբանում ես իրենց խնդիրը, այլ նաեւ բացատրում ես քարտի պատկերները եւ թե ինչպես է այս պատկերը վերաբերում հենց տվյալ իրավիճակին։ Այսպիսով տարո քարտերը դարձան յուրաքանչյուր էզոտերիկի գործիքակազմի անբաժանելի մասը եւ յուրաքանչյուր մարդ, ով զբաղվում է առհասարակ էզոտերիկայով, պետք է նաեւ տիրապետի տարոյին, անկախ նրանից, նա տարոն կդարձնի իր մշտական զբաղմունքը թե ոչ, բայց տարոյին տիրապետելը պարտադիր է, որովհետեւ սովորել տարո նշանակում է ունենալ մեծ գիտելիքի պաշար էզոտերիկայի տարբեր ճյուղերի մասին, իսկ գուշակությունները տարո քարտերի ամենաառաջնային ու պրիմիտիվ կիրառություններն են, որոնք իրականում այլևս արդյունավետ չեն, որովհետև նախկինում, երբ մարդկանց կյանքը շատ միապաղաղ էր եւ շատ հեշտ էր գուշակել, թե մարդու կյանքը ինչ զարգացում կունենա, այս օրերին, երբ բոլորս ունենք շատ հնարավորություններ մեկ օրում մեր կյանքը ամբողջությամբ փոխելու, գուշակություններով զբաղվելը դարձել է անարդյունավետ եւ պրիմիտիվ զբաղմունք, որը ոչնչով չի տարբերվում սովորական կոֆեի բաժակ նայելուց։ Հիմա սոցհարթակներում շատ ենք տեսնում մարդկանց, ովքեր վերցրել են տարո քարտեր իրենց ձեռքը, բայց այնտեղ մեծամասնությունը պարզապես հետապնդում է շատ արագ փող աշխատելու միջոց, որովհետև հեշտ է, մարդկանց մանիպուլացնել, գայթակղել, նրանց տալ ինչ-որ fake զգացողություն, որ նրանք կարող են կառավարել նաև ապագան եւ այդպիսով գցել էմոցիոնալ կախվածության մեջ եւ նրանցից փող կորզել ամեն գուշակության դիմաց։ Իսկ թե ինչպես է պետք ճիշտ ու գրագետ աշխատել տարո քարտերի հետ, արդյոք այդ տարո քարտերը որտեղից են վերցնում ինֆորմացիան, ինչպես տարբերել լավ ու վատ մասնագետներին, կխոսենք մեր հաջորդ հաղորդման ընթացքում, ուստի մի ամաչեք մեկնաբանություններում գրել ձեզ հետաքրքրող հարցերը տարո քարտերի հետ կապված, որպեսզի հաջորդ հաղորդման ընթացքում հենց պատասխանեմ ձեր հարցերին։ Եվ եթե երբևիցե ունեցել եք փորձառություն, աշխատելու տարո մասնագետի կամ գուշակի հետ, ես ուրախ կլինեմ կարդալ նաև այդ փորձառության մասին, եթե մեկնաբանություններում իհարկե գրեք։ Բացի այդ ձեր մեկնաբանություններով եւ լայքերով դուք ցույց եք տալիս ձեր հետաքրքրվածությունը մեր աշխատանքի եւ այս կոնտենտի հանդեպ եւ մեզ օգնում եք շատ ավելի արագ զարգացնել ալիքը
ավելի լավ հաղորդումների եւ որակյալ կոնտենտ ստեղծելու համար։ Եթե ցանկանում եք ունենալ անհատական գրագետ տարող խորհրդատվություն առանց ինչ-որ հորինված միֆերի ու գուշակությունների, ապա գրեք անձնական նամակ իմ Instagram-յան էջին կամ WhatsApp հեռախոսահամարին, որը դուք տեսնում եք ձեր էկրանին։ Այսօր այսքանը իմ սիրելի YouTube-յան հետևորդներ, լավ մնացեք։